Միշա Եթումյան 21 TV։ Պարոն Կարապետյան, 300,000 աշխատատեղ ստեղծելու ձեր նախագիծը շատ տպավորիչ է, բայց միևնույն ժամանակ քաղաքացիների շրջանում նաև կարծիք կա, որ անհավանական մի բան է, որ փոքր տնտեսությամբ այս երկրում 5 տարում այդքան աշխատատեղ ստեղծվի, ինչպես կարող եք համոզել այն քաղաքացիներին, որոնք այդ ծրագիրը անհավանական են համարում։ Ուրեմն մենք տարեկան գյուղմթերք մենակ 1.4 միլիարդ դոլար ենք բերում։ Մենակ գյուղմթերք, որից մեծ մասը, մոտ 1 միլիարդ դոլարը մենք կարող ենք Հայաստանում արտադրել։ Դա 100,000 մարդու զբաղվածության հարց է։ Մոտարապես մինչև 100,000 մարդու զբաղվածության հարց է։ Արդյունաբերության մեջ մենք 3.5-4 միլիարդի ավելի շատ ապրանք ենք բերում, քան արտահանում ենք։ Հայաստանը անցած տարվա տվյալներով 24 թվականի համեմատ 25 թվականին 1 միլիարդով հաշվեկշիռը վատացել է։ 24 թվականին Հայաստանը 4 միլիարդ ավելի շատ էր ներմուծում, 25 թվականին 5 միլիարդ արդեն։ Դա ցույց է տալիս, որ երկրի տնտեսական վիճակը, իրական տնտեսությունը, ոչ թե վարկով վերցրած տնտեսությունը, վատանում է։ Եթե հարցեր ունեք թե հիմնավորման համար, խնդրում եմ տվեք, որպեսզի ես բոլորը ներկայացնեմ, թե ինչու եմ ես ասում, որ տնտեսական որևէ դինամիկա չկա, որպեսզի մեր հասարակությունը իմանա, թե հնաաճի յուրաքանչյուր հարց, որովհետև ճշմարտությունը, երբ մենք թվերով ներկայացնենք, մեր հասարակությունը ամբողջությամբ պատկերը ավելի լավ կտեսնի, մասնագիտակ։ Եթե թույլ կտակ եւս մեկ հարց, բայց քաղաքական, Վազգեն Սարգսյանի եղբայրը Արամ Սարգսյանը երեք ասել է, որ պահանջում է չգրանցել Սամվել Կարապետյանի կուսակցությունը, քանի որ այն ռուսական է։ Որքան հնարավոր է համարում այս սցենարը, որ թույլ չտան մասնակցել ձեր ուժին ընտրությանը, իրադարձությունների նման ընթացքի դեպքում ունեք պլան B։ Ես չեմ կարծում, որ պարոն Սարգսյանն է որոշում, թե Հայաստանում ով է մասնակցում, ամենայն հարգանքով իր ընտանիքի հանդեպ, ում հանդեպ մեր ընտանիքը ունի մեծ հարգանք, իր ընտանիքի հանդեպ։ Չեմ կարծում, որ պարոն Սարգսյանը ուրիշ պարոններ են որոշում, թե Հայաստանում ով պետք է մասնակցի ընտրությունների, ով ոչ։